Լաց լինել բառը։ Այս պատմությունը դեռ տեղի չի ունեցել, բայց տեղի կունենա վաղը։ Ինչ պատմություն։ Ահա թե ինչ պատմություն։ Մեկ օր ձեր ուսուցչուհին իր աշակերտներին շարք կանգնացրեց և տարավ հին վաղտվա թանգարան։ Այնտեղ կան հին պարագաներ, օրինակ, թագուհու զգեստի ծայրը, թագուհու մեկ ջարդում, որը որ Մոնց քաղաքում անվանել են տրամվայ։ Մեկ էլ դրված էր մի քիչ փոշոտ լաց լինել բառը։ Սենյորա ուսուցչուհի, սա ինչ է, գուցե սա հնադարյան զարդ է։ Դա առաջ կարող են հանդիպել ամեն քայլափոխից և դա ցավ էր պատճառում։ Ուսուցչուհին նրան ցույց տվեց մեկ փակ սրվակ, որի մեջ որ կան արցունքներ։ Երեխաներից մեկն ասաց. «Արցունքները նման են ջրի»։ Սենյորա ուսուցչուհին ասավ. «Այո, նրանք նման են ջրի, բայց նրանք այրում են աչքերը և ծակում»։ Երեխաներից մեկն ասաց. «Ինչու նրանց օգտագործելուց առաջ եռացնում են»։ Սենյորա ուսուցչուհին ասաց. «Ոչ»։ Երբ որ նրանք ոչ մի բան չեն հասկանում, արդեն հոգնում էին, և սենյորա ուսուցչուհին տարավ նրանց երկրորդ կողմը։ Իսկ դրանք ում արցունքներն էին։ Գուցե նա այն երեխային էր, որ տուն չուներ։ Այլում։ Գուցե նա այն ծառայինն էր, որ նրան ծեծում էր իր տերը։ Եվ այդպես, որ նրանք ոչ մի բան չէին հասկանում, արդեն հոգնում էին, և սենյորա ուսուցչուհին նրանց տարավ երկրորդ կողմը։ Այնտեղ ավելի լավ պարզ բաներ էր դրած, ու իրանք հասկանում էին արդեն դա ինչեր են, և սկսեցին էլ չհոգնել։ Այնտեղ ցուցադրված են ավելի պարզ իրեր, օրինակ, մետաղական ոստիկանական բանդակ, ոստիկանական խոզարկու շուն և այդքանը։ Մի խոսքով այնպիսի իրեր, որոնց մասին, որ վաղվա աշխարհում ոչ ոք գաղափար չի ունենա։